Մեկ վայրկյանում կարող է 10 բառ արտասանել, 10 րոպեում 100 գործ ավարտել, 100 րոպեում 1000 հաճախորդի հետ շփվել։ Նրա էներգիան ուղղակի անսպառ է, աշխատանքի բերումով համարյա միշտ ղեկին է բանակցությունների ու գործնական հանդիպումների մեջ։ Մինչև մեր այսօրվա հերոսի ավտովթարի պատմությունն ու ականատեսի աչքերով նկարանած կադրերը տեսնելը, նախ ծանոթանանք, թե ով է Աննան, մեր այսօրվա ականատեսը։ Արագախոս, արագավազ ու արագընթաց, սա մեր այսօրվա ականատեսի կյանքի ռիթմն է։ Աննա Մինասյանը գիտի ինչպես անել, որ օրվա ավարտին հասցնի բոլոր գործերը։ Չէ, մենք չենք աշխատում, ուղղակի այս պահին զբաղված եմ, մեքենայի ղեկին նստած եմ, ես ուշ կզանգ։ Ականատեսի աշխատանքը սկսում է առավոտյան 9-ին։ Ես կյանքում երբեք չեմ ուշանում, ահավոր պունկտուալ եմ։ Նա ամենաուշ 9-ին 10 պակաս աշխատավայրում է։ Բացում եմ ես գրասենյակը, չնայած մեր բոլոր աշխատակիցները հիմա կմիանան եւ աշխատանքային օրը կսկսվի։ Հաճելի ու գեղեցիկ ռիթմերով օրը սկսելու համար չի զլանում, եկտողերը գրում աշխատակիցների համար։ Если язык человека вял, ленив, сбивчив, бессилен, неопределен, необразован, то таков и ум человека, ибо мыслит он только при посредстве языка. Гениальная мысль. Ականատեսն իր նմանությամբ զարմացնում է շատերին։ Նա նման է համաշխարհային փոփ-հաստղ Whitney Houston-ին, թեև ոչ մասնագիտական, բայց ոչ էլ արյունակցական կապ չունի, բայց միևնույն է, նման է։ Կեսօրին նա արդեն Երևանի փողոցներում է, ավտոմեքենայով սլանում է, աշխատանքի բերումով անկանխատեսելի վայրերում։ Ավարտին է հասցնում կիսատ թողած գործերը։ Սիրում եմ մարդկանց հետ շփվել։ Այդ կոմունիկաբելնիսի ասած բառը, երևի թե իծնեի մեջ դրված է, ինձ մոտ հեշտ է ստացվում մարդկանց հետ շփում գտնել։ Օձը բնից կհանի, նա վաճառողին տեղից կհանի, հաճելի խոսքով ու մեղմ ժպիտով կստիպի իրեն լսել, հասկանալ ու ընդունել այն, ինչ առաջարկում է։ Դու կարող ես իբրև նաև ինչու՞ չէ շպարգալկա օգտագործել, երբ որ քեզ անհրաժեշտ է բոլոր պրեպարատների ինստրուկցիաները։ Երեկոյան աշխատանքային բուրըն օրվանից հետո նա տանն է, ուր անմիջապես վերածվում է հոգատար մայրիկի։ Մի հատ մայկա կծվրետ։ Աշ մայկա։ Հակի մայկա կծվրետ։ Տանտիկինները հոգնելու մասին թող չխոսեն, եթե հիմա տեսնում են, թե լարված օրակարգից հետո ինչպես կարելի է կրակ կանելու խավիար պատրաստել։ Սա էլի մերն է, վերնահարկը, որտեղ որ մենք ամբողջ կյանքում մի ժամանակ այստեղ բաց է եղել։ Ընտանիքով հավաքվել ենք, բոլորը սենց ծաղիկներով պատված էր, հիմա այդ ծաղիկները եղբորս տանեն եւ հարցս մեծ քնքշանքով է իրանց վերաբերվում։ Ժպտում է տեղի եկած ժամանակ բարկանում, բարի է հարկ եղած դեպքում, հոգնել չգիտի միշտ վազքի մեջ է, վազքով էլ պատասխանում է բլիթ հարցերին։ Իմ ամենասիրելի տեղը բնությունն է։ Երբեք մի ասիր երբեք։ Հասնել միշտ կյանքում ամեն ինչի, ինչ ուզում ես, ու լինել երջանիկ ու աշխատասեր։ Ես կարող եմ անել այն, ինչ իմ ուժերից վեր չէ։ Ինձ համար կարևոր է իմ ընտանիքը, իմ երեխաները, իմ անձնական երջանկությունը։ Ասած ժամանակ ես աշխատում եմ անել այն, ինչ որ չեմ հասցրել, երբ որ եղել եմ շատ գեր զբաղված։ Աննա Մինասյան 30 տարեկան մեր ամենագնաց ականատեսը։ Շումախերին սիրող ու հարգող վարորդները իրենց մեծ սերը արտահայտում են Երևանի փողոցներում, կատարելով նույն սխրանքը երթևեկության ամենածանրաբեռնված ժամին։ Դրանով վտանգում են շատերի կյանքը, իրենցն էլ դարձնելով քննարկման ու երբեմն անհեթեթ իրավիճակի հերոս։ Մեր այսօրվա ականատեսը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող արագ վարել ավտոմեքենան։ Նրա մեքենայում տեղադրված է հատուկ սարք, ու եթե գերազանցի թույլատրված արագությունը, ապա այդ մասին կտեղեկանան հենց գրասենյակում։ Արդյունքում տնօրինությունից կստանան լուրջ նկատողություն։ Բայց նույնիսկ սա չփրկեց մեր այսօրվա հերոսին հայտնվել ավտովթարում, իսկ հայկական ավանդական կոռուպցիոն դեպքերից, որ պատահում է նմանօրինակ վթարների ժամանակ, հաջողվեց խուսափել։ Մի պարզ պատճառով մեքենան ապահովագրված էր, անմիջապես դեպքի վայր շտապեցին ապահովագրական ընկերության աշխատակիցներն ու իրավիճակը վերցրեցին հսկողության տակ։ Ականատեսի աչքերով ու վավերագիր կադրերով իրական պատմություն։